Սիրելի բարեկամներ, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարն է եւ մենք գտնվում ենք մի էկզոտիկ վայրում, բնականաբար հագել ենք էկզոտիկ հագուստներ եւ մի էկզոտիկ հյուրի հետ խոսենք էկզոտիկ երևույթներից եւ կպատրաստենք մի էկզոտիկ ուտեստ, որը մտածեմ, որ բոլորիս համար հետաքրքիր կլինի։ Այսօր իմ հյուրն է Հայաստանի զբոսաշրջային ինդուստրիայի լավագույն ներկայացուցիչներից մեկը, մեր վաղեմի բարեկամ Վլադիմիր Գևորգյանը, որ ներկայացնում է Lore Travel ընկերությունը եւ Գևորգյան, այսպես հոլդինգը, որի մեջ մտնում են մի քանի ընկերություններ, որոնց մասին իհարկե կխոսենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ քանի որ մենք գտնվում ենք Jumbo էկզոտիկ պարկում, երկուս էլ հագել ենք էկզոտիկ տարազներ, ինքը Թունիսյան, ես Տանզանիայի, չէ՞, ոնց որ թե աֆրիկյան է երկուս էլ, քանի որ դուք բոլոր գիտեք, որ Jumbo-ն հայտնի է նրանով, որ իր սեփականատերը, հիմնադիրը, իր բոլոր մտահղացումների հեղինակը Արտյոմ Վարդանյանը աչքի է ընկնում իր ինչպես էկզոտիկ գաղափարներով, այնպես էլ իր էկզոտիկ պարկով եւ իր էկզոտիկ հագուստներով։ Իդեպ պետք է հատուկ շեշտեմ, որ այս վերնաշապիկը, որ ես կրում եմ, իր այսպես տրամադրածն է, որ իրեն էլ արդեն նվիրել է Տանզանիայի նախագահ, այնպես որ առաջին անգամ մեր եթերում նախագահական վերնաշապիկով ենք հանդես գալիս, որի համար նաև շնորհակալություն Jumbo էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանին։ Ինչ կպատրաստենք այսօր։ Քանի որ այսօր մեզ մոտ առավոտյան եթեր է, անկախ նկարանում առավոտյան է, բայց պետք է եթեր գնա երեկոյան, կարծում եմ հետաքրքիր ամառային ուտեստ պետք է պատրաստենք, մանավանդ հիմա շատ տարածված է կեմպինգային հանգիստը, իսկ կեմպինգային հանգստի դեպքում առավոտյան ամենահետաքրքիր, ամենահամեղ ու ջուրին պատրաստվող ուտեստը դա պամիդորով, լոլիկով ձվածեղն է եւ ներբերշիկի խորովածը հետաքրքիր մեր կողմից թանձրուկով փայլուկ, այո, պատկերացնենք հիմա մենք գտնվում ենք աֆրիկյան այսպես սավանաններում, այո, որտեղ որ ես ու Վլադիմիրը, քանի որ ձեր ընկերությունը նաև զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպում նաև էկզոտիկ երկրներ, չէ՞։ Այո, իհարկե, սկսած Շրի Լանկայից վերջացրած Թունիսով ենթադրենք, ու քանի որ այո, այնպես որ ու քանի որ հիմա այնպիսի ժամանակաշրջան է, որ մի քիչ սահմանի հետ կապված խնդիր կա, մենք այս հաղորդումը կարող ենք նկարանել Թունիսում կամ Շրի Լանկայում, բայց որոշեցինք էկզոտիկ վայրից անցկացնել եւ հիմա սկսենք պատրաստել։ Սկսենք պատրաստել։ Առաջի քայլը պետք է կտրատել լոլիկը։ Փայլում ենք, այո, լոլիկը։ Շատ դժվար աշխատանք, բարդ աշխատանք, իհարկե հիրավի, բայց մենք կփորձենք հաղթահարել այդ բարդությունը, փորձում ենք ինչքան հնարավոր է մասնատենք, որպեսզի այո, մանր կտրատենք, որպեսզի այնուհետև վրան ավելացնենք մեր ձվից պատրաստված նորից թանձրուկ, որը պետք է համեմենք մեր կողմից հատուկ պատրաստված համեմունքով, կարծում եմ մեզ մոտ կստացվի հետաքրքիր առավոտյան նախաճաշի համար պատրաստված ուտեստ։ Իդեպ աշխարհի բոլոր լավ խոհարարները գիտեն, որ ամենից բարդ ուտեստը պատրաստելը դա ձվածեղն է, որտեղ պատրաստում են բոլորը անխտիր եւ լավ ձվածեղ ստանը դա իսկապես արվեստ է եւ վստահ եմ, որ Վլադիմիրը կհաղթահարի այն բարդությունը, որ կոչվում է հեռուստադիտողների համակրանք եւ նկատում եք ինչքան համակրելի կերպով է ինքը մասնատում, կտրատում լոլիկը, ճիշտ հեռացնում է պտղա կոթը։ Մինչ Վլադիմիրը այսպես մասնատում է, ես ասեմ, որ մենք սիրահոժար արդեն որորդ անգամ գտնվում ենք Jumbo ժամանցային էկզոտիկ պարկում, որի լավ հնարավորություններ է մեր քաղաքացիների համար, քաղաքի գրեթե մեջ, ընդամենը 10-15 րոպեում կարելի է քաղաքի կենտրոնից հասնել Jumbo, վայելել այս բնությունը եւ ամառվա այս տապին, այս շոքին ինքը բավականին զով է այստեղ, որովհետեւ նկատում եք, որ շատ ծառաշատ է եւ մի կարեւոր հանգամանք ջրային լավ միջավայր կա, ինչպես հոսող աղբյուրներ, որոնք դառնում են վտակներ, նկատում եք ինչքան գեղեցիկ լճեր կան, որ սիրով պատրաստել է Արտյոմ Վարդանյանը
եւ սիրով այստեղ հյուրընկալում է ոչ թե իր հյուրերին, այլ իր տանտերերին, որովհետեւ այստեղ տանտերերը ոչ միայն այն կենդանիներն են, որ ինքը սիրահոժար աշխարհի տարբեր ծագերից բերել է եւ զարմացնում է բոլոր այստեղ այցելողներին, այ յուրաքանչյուր մարդ, որ գալիս է այստեղ, Արտյոմ Վարդանյանի հետ մեկտեղ դառնում է այս տան տերը։ Այո, մենք մասնատում ենք լոլիկը, ընդհանրապես խորհուրդ է տրվում ինչքան հնարավոր է փոքր կտորներ դարձնել լոլիկը, որպեսզի ավելի ինքը համեղ ստացվի եւ կարողանա մեկ ընդհանուր, այսպես ասած, մասսա ստացվի արդեն ձվի հետ համեմելուց հետո զանգված, այո։ Այո, այդպիսի զանգվածային ընկերություն է նաև Lore Travel-ը։ Պարոն Խաչիկյան, ամաչացնում եք, ճիշտն ասած, Հայաստանի այսպես մի քանի ոլորտներ կան, որ հետաքրքիր է, որ չնայած դրա մասին չի սիրում պարոն Գևորգյանը խոսել, բայց մեր հեռուստատողի համար հետաքրքրության համար ասեմ, որ Հայաստանի գրեթե բոլոր այսպես գիշերակացի վայրերը կամ հյուրանոցային եւ հյուրատնային ծառայությունը մեկտեղված են մեկ կայքում All Hotels.am եւ Travel։ Այսպես ասած, մեր արտասահմանցի զբոսաշրջիկների համար, որպեսզի ավելի հեշտ լինի համացանցում որոնել, դա All Hotels.travel-ն է, իսկ հայաստանյան զբոսաշրջիկների համար, ներքին տուրիստների համար All Hotels.am, որտեղ բաշխված են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հյուրանոցային տնտեսության օբյեկտներ։ Իսկ ինչ է նշանակում հյուրանոցային տնտեսության օբյեկտ, դրանք գիշերակացի վայրերն են, հյուրանոցներ, հյուրատներ, օրավարձով բնակարաններ, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, եթե ցանկանում եք ձեր հանգիստը վայելել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքում, կարող եք մուտք գործել եւ 1-2 քայլի միջոցով իրականացնել հյուրանոցների ամրագրում։ Փայլուն։ Իսկ եթե ուզում եք լավ նախաճաշ պատրաստել, հետևեք ինչպես է Վլադիմիրը պատրաստում այս։ Ես կարծում եմ 1 կես լոլիկ էլ կտրատենք եւ արդեն բավական է։ Առաջարկում եմ այս բան արդեն պետք է մենք բնականաբար սկզբի համար կարակը տեղաբաշխենք մեր թավայի մեջ, որպեսզի կարողանանք մի փոքր հալել, դրանից հետո մենք կավելացնենք բնականաբար լոլիկը եւ իհարկե ձվածեղը, բայց մինչեւ այդ պետք է ձվածեղը, այո, ձուն, մինչեւ այդ պետք է ձուն կոտրատել, մի փոքր ստանալ նաեւ ձվի համար թանձրուկ, որից հետո արդեն կսկսենք պատրաստել մեր ձվածեղը։ Վլադիմիրը գեղեցիկ բառ օգտագործեց տեղաբաշխել, հիմնական տեղաբաշխում են, գիտեք, բաժնետոմսերը, նաև տեղաբաշխում են փողերը, այդ թվում նաև հանգիստը կազմակերպելու նպատակով։ Այժմ, երբ որ ձուն փորձեցինք հարել, դրանից հետո ստացանք որոշակի զանգված, համասեռ զանգված, այո, ես փորձեցինք ստանալ, այո։ Պետք է ավելացնեմ որոշակի համեմունքներ, որոնք պատրաստել եմ ինքս, մի փոքր գաղտնիք է, այս բան չենք բացահայտի, այնուհետև երբ որ համտեսենք, դրանից կնոր կասեմ, ինչով էր պատրաստված։ Հիմա մի փոքր ավելացնում ենք մեր կողմից պատրաստված։ Բայց դատելով որ քո այսպես վերնաշապիկը թունիսյան տարած է, գուցե թե սա թունիսյան, այսպես աֆրիկյան կրքոտ, տակ, այդ համեմունքներից են, համերը։ Կարծում եմ Որ երկրներ է, որ դուք առաջարկում եք մեր զբոսաշրջիկները։ Նու Հայաստանի դեպքում բնական է, Արցախ, Հայաստան։ Այսպիսի գրասենյակում մենք մի էքսպերիմենտ ունենք, գրասենյակում կամ դրված մեծ գլոբուս, այդ գլոբուսը խորհրդանշում է, արդեն չի հերիքում, այո, խորհրդանշում է մեր աշխատանքի ծավալները, այսինքն երբ որ զբոսաշրջիկը նմանատիպ հարց է հնչեցնում, ուր եք դուք մեզ ուղարկելու հանգստի, ես էլ դրան, այո, հակառակ պատասխան եմ հնչեցնում, խնդրում եմ պտտեք գլոբուսը եւ փակ աչքերով ձեր մատքը դրեք այդ կետի վրա։ Այո։ Դրա համար էկզոտիկ երկրներից սկսած վերջացրած եվրոպական երկրներով զբոսաշրջության համաշխարհային գրավչություններ ներկայացնող տեսարժան վայրերով ավարտված։ Վլադիմիրը հիմա ձեռնոց է նետում համաշխարհային մեծության աստղ Իլոն Մասկին, որովհետև մի գլոբուսը հերիք չի եւ ինքը ուզում է նվաճել տիեզերքը։ Ես գիտեմ, որ վերջերս նաեւ ձեր հրավերով
Հայաստանում է գտնվում հայտնի YouTube-յան այսպես Աստղ Ժորժը, հա, ու Ժորժը։ Այո։ Հարությունյանը, Ժորժ Հարությունյանը Բելգիայից, ով հայտնի խոհարար բլոգեր է, եւ նա էլ ինչպես մեր Արտյոմը Վարդանյան, մեր այն հայերից է, ով ցանկանում է Հայաստանում որոշակի ներդրում ունենա, թեկուզ իր հանրահռչակված լինելով կարողանա եւս զբոսաշրջիկներ բերել Հայաստան եւ մենք անում ենք համատեղ մեկ նախագիծ հեղինակային տուր Ժորժի հետ Հայաստանում եւ այսօրվանից արդեն մեկնարկել է տուրը ամեն օր պետք է մեր Ժորժը հայ զբոսաշրջիկների համար, Հայաստան ժամանակ զբոսաշրջիկների համար պատրաստի եւ վարպետաց դաս ներկայացնի խոհանոցի վերաբերյալ եւ կարծում եմ մեր զբոսաշրջիկները շատ գոհ կլինեն եւ կմեկնեն Հայաստանից վերադառնալու մեծ ցանկությամբ։ Եվ այս նախագիծը պետք է հետագայում շարունակական լինի եւ տարվա մեջ 1-2 անգամ պետք է անպայման փորձենք զբոսաշրջիկների խմբեր բերել, ովքեր հետաքրքրված են նաեւ գաստրոտուրիզմով։ Փայլուն։ Հիմա մենք տեղափոխենք եւ Թավայի վրա, չէ՞։ Թավայի վրա եւ ես կարծում եմ մենք քանի որ ունենք նաեւ ներբերշիկներ, մենք պետք է պատրաստենք նաեւ թանձրուկ ներբերշիկները պատելու համար, այդ թանձրուկն ստանանք, ներբերշիկները պատենք ու արդեն կարող ենք գնալ դեպի խարույկի մոտ, որպեսզի եւ մեր ձվածեղը պատրաստենք եւ նաեւ ներբերշիկները խորովենք։ Հաշվի առնելով, որ մեր այս եթերի հենց հաջորդ օրը պիտի լինի խորովածի փառատոնը Աղթալայում օգոստոսի 22-ին, բոլորից սիրով հրավիրում ենք Աղթալա, այնտեղ լինելով նաև Ժորժը, չէ՞, ձեր տաղավարում Visit Armenia եւ Ժորժը Visit Armenia տաղավարը, որտեղ վարպետաց դասը ներկայացնելու մեր հայտնի Ժորժը եւ նաև տեղի ունենալու խորովածի վաճառք, որի ամբողջ հասույթը ուղղվելու է բարեգործական հիմնադրամին։ Սիրելի բարեկամներ, մեր մոտ արդենից նախապատրաստված է լոլիկով ձվածեղի մասը, էկզոտիկ լոլիկով, էկզոտիկ ձվածեղի մասը, հիմա ասում ենք էկզոտիկ խորովածի, քանի խորովածի փառատոնի նախաշեմին։ Ես գիտեմ, որ դուք նաև ունեք միջոցառումների կազմակերպման, որովհետև խորովածի փառատոնը ամենամեծ միջոցառումից է եւ ունեք միջոցառումների կազմակերպման, չէ՞, գործակալություն։ Այո, խնդրե եւ պատրաստենք եւ խոսենք։ Սա նրբերշիկ է, հատուկ նախատեսված բնականաբար խորովածի համար եւ գիտեք մեր կարգախոսը մենք խորոված պատրաստում ենք ամեն ինչից բացի ջրից, իհարկե նաեւ նմանատիպ նրբերշիկներից ենք պատրաստում։ Այո, իհարկե։ Հիմա մեզ համար առաջի քայլը պետք է լինի թանձրուկ պատրաստելը, որով պետք է պատենք ներբերշիկները եւ այնուհետեւ արդեն խորովենք խարույկի վրա, կրակի վրա։ Այնպես ինչպես որ խորովում է Վլադիմիրը, մեզ առաջին անհրաժեշտ է տոմատ։ Մենք ավելացնում ենք 2-3 կտալ, այս դեպքում 4-5 կտալ տոմատ, այնուհետև մայոնեզ։ Այո։ Մայոնեզը նույնպես գաղտնի բաղադրատոմսով է պատրաստված։ Չի պետք է սրա վրա ավելացնենք կարմիր պղպեղ, կծու եւ քաղցր։ Առաջինը մեզ մոտ կծուն է, այնուհետև նաև քաղցր, պետք է ավելացնենք սև ավացած պղպեղ, այո, եւ իհարկե մի փոքր այն համեմունքի փունջը, որը մենք ավելացրել ենք նաև ձվածեղի զանգվածի վրա։ Եվ այնուհետև այս ամբողջը մենք փորձում ենք ստեղծել այս ամբողջից համասեռ զանգված, որից հետո մեր թանձրուկով կփորձենք պատել ներբերշիկները։ Պետք է նշել, որ ինչպես դուք արդեն ասացիք, այո, մեր կազմակերպություններից մեկը կոնցեպտ իվենթը զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ, սպորտային, մշակութային, մեծամասշտաբ միջոցառումների, այնպես էլ կորպորատիվ երեկոների կազմակերպմամբ
եւ պետք է նշել, որ փառք ու պատիվ մեր կազմակերպության ունենք անցյալում իրականացված բազմաթիվ մեծամասշտաբ, նաեւ Հայաստանի մակարդակով մեծամասշտաբ միջոցառումներ եւ համերգներ։ Ես հիշում եմ, որ դուք Արի տուն այս Սփյուռքի Քայլ դեպի տուն ծրագիր այո 2 տարի, այո, մենք ենք հյուրընկալել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի պատվերով մեր սփյուռքահայ պատանիներին 400-450 պատանիներ յուրաքանչյուր տարի գալիս են Հայաստան եւ իրենց ամառային հանգիստ անց են կացնում, նաեւ կրթվում են Հայաստանում եւ պետք է նշել, որ այո, 2 տարի մենք ենք հյուրընկալել։ Դրան պետք է գումարենք նաեւ Էրեբունի Երևանի համերգները, Սարդարապատի համերգը, որը կազմակերպել է նաեւ մեր կազմակերպությունը։ Այսինքն բացի օլիմպիական խաղերի բացումը եւ փակումը բոլոր տեսակի մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպել եք։ Նաեւ մենք Եվ մեծամիտ չգտնվենք, նաեւ մենք ենք կազմակերպել այն։ Եվ դա ասած ու մի գեղեցիկ օր նաեւ Հայաստանում անցկացվեն օլիմպիական խաղեր, մտածեմ այդ ժամանակ այդ գործը կարելի է վստահել Վլադիմիր Գևորգյանի ղեկավարած կոնցեպտ իվենթին։ Այո, շնորհակալություն։ Մեզ մոտ թանձրուկը պատրաստ է, այժմ պետք է թանձրուկապատենք մեր նվիրաշիկները եւ արդեն կրակի վրա խորովենք։ Ասեմ, որ սիրելի հեռուստադիտող արդեն իսկ հոտը այս համեմունքների, այս ուտեսի նախապատրաստական աշխատանքի այնքան գրավիչ եւ զգալիչ է, որ ես արդեն չեմ համբերում եւ արդեն պատկերացնում նաեւ համերը։ Սիրելի բարեկամներ, իր տրամաբանական ավարտին հասավ մեր հաղորդումը եւ Վլադիմիր Գևորգյանի ձեռամբ պատրաստվեց նրբերշիկը խորոված եւ լոլիկով ձվածեղը։ Հիմա հրաշքին այսպես կբացենք, ինչպես որ աճպարարներն էին բացում։ Իդեպ այս վայրում մենք երկու անգամ աճպարարների հետ ենք պատրաստել եւ զգում եք, որ աճպարարներով ամենաշատ ուրախացողները, այսինքն երեխաները հիմա տնօրինում են լողավազան, այդ իսկ պատճառով հնարավոր է ձայներ մտնեն մեր հաղորդման մեջ, տեսքը հրաշալի է, հիմա համը փորձենք, թեև սկսվում ենք, այո, մեր նրբերշիկի խորովածից համեցեք։ Սա եւի կիսենք, հա։ Այո, այո, իհարկե։ Ահա, այսպես։ Նաեւ քանի որ մենք ընկերներ ենք, պետք է նաեւ խորհուրդը հասկանանք։ Այո։ Հիմա համը փորձենք։ Շատ ընտիր թանձրուկ է եւ դրա պատճառով նրբերշիկը նույնպես շատ լավ համ է ստացել, որ շատ սիրելի է, ինչպես մեր համար, մեր մանկության համերն է հիշեցնում, այնպես էլ մտածում եմ բոլոր այս թանձրուկով պատրաստողների համար մի փոքր է փորձենք արդեն քո դանակով փորձենք։ Այո։ Ձվածեղը։ Ես կխնդրեմ ձեր ափսեն մոտեցնեք, եթե հնարավոր է։ Հրաշալի։ Համեցեք։ Շնորհակալություն։ Տեսեք ինչ հետաքրքիր շերտ է պատրաստվել, սիրելի հեռուստադիտող, ինչը որ ձվածեղի համար շատ կարևոր է, հիմա համը փորձենք։ Փայլուն։ Ինչպես ճիշտ նկատեց Վլադիմիրը, բոլոր
այս համասեր հավկիտները իշկամ ձվերը թույլ տվեցին, որ մենք ունենք հրաշալի լոլիկով ձվածեղ։ Սիրելի բարեկամներ, իր տրամաբանական ավարտին մոտեցավ մեր հաղորդումը, մենք համտեսեցինք Վլադիմիր Գևորգյանի կողմից պատրաստված առավոտյան նախաճաշը, որի համար շնորհակալություն ենք հայտնում Վլադիմիրին։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ մենք կհանդիպենք դեռ խորովածի փառատոնին եւ մտածում այս հաղորդումը դիտելուց հետո որոշ մեր հերոսատողներ նույնպես որոշում կընդունեն եւ կմիանան մեզ, իսկ մենք կհանդիպենք կրկին անգամ Երկիր մեդիայի հեռուստաընկերության ազգային եթերում մեկ շաբաթ անց Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարի շրջանակներում։ Ստեսուն ձեզ։